ես ինքս Գյումրիում գտնվել եմ այնպիսի տեղամասային կենտրոնում, որտեղ եւս լուսանջատում տեղի ունեցավ, բարեբախտաբար մենք ավարտել ենք հենց վերջին գումարումը կատարեցին քվեաթերթիկների, միանգամից լուսանջատում տեղի ունեցավ ու իհարկե կարող էր այնպիսի իրավիճակ լինել, երբ կիսով չափ դեռ քվեարկության ընթացքում լինենք։ Հարցին թե ինչ կարող էին անել, երբ լուսանջատումներ են տեղի ունենում։ Եվ օրինակ ինչու ես բավականին հախուռն արձագանքեցի լուսանջատման հանգամանքին, որովհետև 21 թվականին ընտրությունների ժամանակ, երբ մենք չունենք ներկայացվածություն մարզային մի շարք տեղամասային կենտրոններում, այդ ժամանակ ես բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր եմ ստացել լուսանջատումների վերաբերյալ եւ ինքս Երևան քաղաքում անձամբ արձանագրել եմ խախտում, երբ հաշվարկի ժամանակ բացականչել են մի ուժի համար, հետո մեկ այլ ուժի տրցակի մեջ վերահաշվարկի պահանջի բարագամ, երբ հաշվել ենք նայելով, դիտարկելով, մեկ այլ ուժի քվեաթերթիկներ են գտնվել։ Այսինքն, երբ լուսանջատում է տեղի ունենում, այն էլ այն հանգամանքում, երբ այդ տեղամասային կենտրոնում չկա ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, որովհետև իմ մոտ հասկանալի ուժից էր, այդ տեղափոխումը եղել քվեաթերթիկների, հնարավորեն սեղանին դասավորված քվեաթերթիկների տեղափոխումներ տարբեր ուժերի ցանկին ու հաշվարկի փոփոխություն, այսինքն եթե մարդիկ ուշադիր չեղան, վերջում հաշվում են թիվ են արձանագրում եւ չեն նկատում, որ այդ տրցակի մեջ այլ ուժի համար էլ արկա է։ Դա մեկ, երկրորդը, մենք անպայման կստուգենք այն դուք շատ կարևոր արձանագրում եք կատարել, կփորձենք տեղորոշել, թե համարով որ տեղամասային կենտրոնն է դա եղել։ Հիմա արձանագրեցինք, տեսեք, մենք վերահսկողության մեխանիզմ ունենք, այդ օրը տեղամասային կենտրոնում հաշվարկը որ տեղի ունեցել, մենք մեր բոլոր 82 տեղամասային կենտրոնների արձանագրումներ ունեն, դիտորդներ են ներկա եղել եւ նկարել են արձանագրությունը։ Մենք հիմա կվերհանենք այդ տեղամասային կենտրոնի արձանագրության թվերը եւ կհամեմատենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված թվերի հետ։ Ընդհանրապես իրապես մենք որոշում ունենք ու պատրաստում ենք բոլոր տեղամասային կենտրոնների թվերը համեմատել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված թվերի հետ, որովհետև վերջնական արձանագրումները հաշվարկի առանձին ունենք մինչև ԿԸՀ տրամադրելը։ Ես ընդամենը հավելեմ, որ իրականում այդ վերլուծությունը արդեն արված է եւ արձանագրությունները համընկնում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրած թվերին, չնայած սկզբում որոշակի անճշտություններ կային,